Բայց այնուամենայնիվ համաշխարհային խնդիր կա, ասվում է, հա, խոսակցություններ կան, որ ՏՏ ոլորտում ճգնաժամ կա։ Ինչի հետ է կապված դա։ Իմ կարծիքով դրանք ցիկլեր են զարգացման, այսինքն շատ արագ, երբ որ մի բան զարգանում է, ինքը գալիս է ասում իր հասունացման պլատոյի վրա, որտեղ ինչ որ տեխնոլոգիաների արագ փոփոխությունների արագ աճի պատճառով ինքը մի քիչ ավելի առաջանցնում, քան շուկան։ Ու իրան մի որոշ ժամանակ հարկավոր է մինչև իրականում ինքը տեղավորվի, ամրապնդվի, նորից վերահաստատվի ու հաջորդ փուլը գնա։ Մասնավորապես արհեստական բանականության աճը, կտրուկ աճը, որը Այ ուզում եմ 22 հարցնել, թվականի նոյեմբերից, երբ որ տենց միանգամից ակտիվ շուկա մտավ ու բոլորը հասկացան, մտածեցին, որ սա ամբողջությամբ փոխելու է աշխատաշուկան, նույնիսկ մարդկային ռեսուրսների պահանջարկի կտրուկ նվազում եղավ, երբ որ նայում էինք համաշխարհային խոշոր հաղթանակները LinkedIn-ը, Indeed-ը եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ վերջի 1.5 տարվա մեջ այդ անկումից հետո նորից աճը սկսել է ձևավորվել, այսինքն մարդկային պահանջարկը նորից սկսել է հետ գալ։ Իհարկե ինքը ֆորման փոխել է, արդեն ոչ թե ինքը ուզում է կոնկրետ մի քիչ այլ հմտություններով մարդիկ է սկսել ուզել, որոնք արդեն կարողանում են այդ արհեստական բանականության հետ աշխատեն, փոփոխեն, նոր խնդիրներ աշխատեն, այսինքն տրանսֆորմացիա է կատարում ավելի հմտությունների։ Եկավ, հագեցավ, ձևավորվեց նոր գիտելիքի հիման վրա ինչ որ մի հատ նոր տեխնոլոգիա, որը թվաց թե շատ արագ պետք է ինչ որ փոփոխություն անի, իհարկե արեց, բայց արդյունքում այդ փոփոխությունից հետո այդ հմտությունները նորից ձեռք են բերելու ու իմ խորին համոզմամբ տեխնոլոգիական լուծումների պահանջը գնալով ավելի է մեծանալու, որովհետև եթե ցիկլերով նայենք 30 տարի ավելի քիչ էինք օգտագործում, 20 տարի մեջ ավելի շատ էինք օգտագործում, 10 տարի ավելի շատ էինք օգտագործում, այսօր արդեն բոլորս նույն ինտերնետից, այդ արհեստական բանականության շփվելուց ուղիղ կախում ունենք, իսկ ինչքան իր ադապտացիան շուկայում մեծանում, այնքան պահանջարկը մեծանալու է։ Պարզապես հիմա նա տենց ադապտացիայի շրջան է։ ճգնաժամ IT-ի համար կամ փոխակերպում ընդհանուր աշխատանքային ռեսուրսի ու հմտությունների այդ փուլն ենք անցնում։